Բոլորիդ ողջունում ենք Տեր Հիսուսի պատվական անունով եւ շնորհակալ ենք ձեզանից սիրելիներ, որ այս պահին որոշեցիք մեզ դիտել եւ լսել այն խոսքերը, որ պիտի խոսենք, ասենք որ շատ կարեւոր մի նյութի մասին պիտի խոսենք։ Անշուշտ մեր խոսած բոլոր բաներն էլ կարեւոր են, որտեղ դրանք մարդկային խոսքեր չեն, աստվածաշնչյան են, այն ինչ որ Աստված ասում է, Աստծո ծրագիրը, փրկությունը, գալիքը եւ շատ ու շատ հարցեր ենք քննարկում։ Այսօր մենք պիտի խոսենք շատ կարևոր մի նյութի մասին։ Կարող եմ ասել կրկնակի կարևորությունն է այս նյութը, նրանով որ պիտի այսօր բացահայտենք բոլոր աղանդավորներին, նրանց ովքեր որ մարդկանց մտքերը մոլորեցնում են, ովքեր որ ջանում են ճշմարիտ հավատքից մարդկանց գցել։ Եվ իրապես մարդիկ շատերը հոգևոր գիտություն չունենալու պատճառով ամեն անգամ երբ որ լսում են որևէ մեկը Աստծո անունով է խոսում, իրենք հրապուրվում են, լսում են եւ այդ լարված որոգայթը հաճախ նրանց բռնում է։ Այսօր սիրելիներ, Վայիկ եղբայր Հադադյանի հետ միասին պիտի խոսենք աղանդների մասին։ Ինչ է աղանդը, ինչպես ճանաչենք աղանդը, ինչպես դիմագրավենք աղանդին եւ ինչպես պայքար մղենք։ Շատ կարևոր նյութ է իմանալ աղանդների մասին, որովհետև աղանդները դուրսից դժվար է իրենց ճանաչել, իրենց խոսակցակերպը, բառերի շարքը, բառամթերքը, նույնիսկ մոտեցումը կամ իրենց նյութը լինելով աստվածաշնչական նյութեր, հոգևոր, հոգեկան նյութեր շատ հետաքրքրական են գտնում նամանավան նրանք, որոնք շատ տեղյակ չեն Աստծո խոսքից կամ խորունկ գիտություն չունեն կամ առիթ չեն ունեցել ավելի մասնակի սրտողություններ կատարել, ուրեմն աղանդները եւ ճշմարտությունները զանազանելը լինում է մի դժվար գործունեություն շատերի համար եւ խառնաշփոթությունը առաջ բերում եւ մարդկանց մտքի մեջ հարցում է առաջ գալիս թե դուք էլ Աստծո մասին եք խոսում, նրանք էլ են խոսում, հետո մի ուրիշ խմբակեր կա, նրանք էլ են խոսում, բայց ինչ է ձեր տարբերությունը։ Բոլորդ էլ Աստծո մասին եք խոսում, բայց իրարու չեք հասկանում կամ իրարու չեք լսում կամ իրարու չեք ընդգրկում։ Կարևորությունը այնտեղ է, որ մարդուս համար ճանաչել ճշմարտությունը եւ լրիվ ճշմարտությունը, ոչ թե միայն կես ճշմարտությունը, որովհետեւ ճշմարտությունը, եթե կիսենք կամ մասնակի բաժնեկցենք, այդ ճշմարտությունը իր գործնականությունից դուրս կգա։ Ուրեմն աղանդի բնորոշումը եւ հիմքային սահմանումը կարող ենք ասել այն ուսուցմունքն է, որ կիսա ճշմարտախոսություն է կամ մասնակի ճշմարտություն կա մեջը ու մյուս մասը, մյուս կեսը մարդու սարքած, մարդու մտքից հղացված, մարդկային փիլիսոփայություններից կամ հեթանոսական կամ ավանդական կամ ժողովրդային ասածներից, առածներից, պարտքի առած, ստեղից կտրած, ընդեղից կապած մի ուսուցմունք, որ իր ամբողջականությամբ չի կանգնում Աստծո խոսքի բոլոր սկզբունքների վրա։ Սա կարող ենք համարել որպես աղանդ։ Օրինակի համար, եթե մեկը ճշմարտություն պիտի խոսի եւ իր բացատրության մեջ բոլոր լրիվ բացատրությունը չի կարողանում հիմնի Աստծո խոսքի ճշմարտության վրա, դա համարվում է աղանդ առանց որևէ այլևայլության, առանց որևէ մեկին պախարակելու միտումով, մեր միտումն է ճշմարտությունը մեր սիրելի հայրենակիցների առջևը դնել անխարտախ կաթը, անխարտախ Աստծո խոսքը, որպեսզի կարդացողը, սովորողը, հետևողը կարողանա ստանա լրիվ ճշմարտություն։ Երբ որ այս նյութի մասին մտածում էի, միտեղ կարդացի մի շատ հիմնավոր բնորոշում աղանդի վերաբերյալ։ Այսպես էր գրված, որ աղանդը մարդու մտքի հղացման, նրա որևէ տեսակետի կամ վարկածի ծիսական պաշտամունքն է։
եւ այն հակասում է ճշմարիտ եկեղեցու ուղղափառ դավանությանը եւ մարդկանց մղում է մոլորության։ Այո։ Այո։ Աղանդների բազմազանությունը բերում է կրկնակի դժվարություն մարդկանց մեջ։ Այո։ Ամեն տեղի ձայներ, տարբեր ձայներ եւ մարդիկ կարծես մոլորված վիճակի մեջ են, որ մեկն է ճիշտ։ Մարդու սրտի մեջ փնտրտուք կա Աստված գտնելու, բայց հանկարծ ինքը հայտնում է այս խմբի մեջ, մյուս խմբի մեջ։ Այո։ Այո, մենք հավատում ենք, որ եթե մեկը ճշմարտապես փնտրի, պիտի գտնի։ Սակայն մարդիկ կարծես միամտորեն, մասնավորաբար մեզ համար կարևորը մեր ազգն է, մենք մեր ազգի մեջ ենք գործում, մեր ազգի զավակներն են մեզ համար հետաքրքիր եւ մեր սրտի ցավը այն է, որ նրանք աղանդավորության մեջ չկորչեն։ Այո։ Նայեցեք, Աստծո խոսքը շատ հստակ կերպով մեզ ուսուցմունք է տալիս եւ մենք մեր ուղղությունը Տիրոջ խոսքից պետք է առնենք։ Նույնիսկ բնորոշումը եւ սկզբնական քայլերը։ Առաջին Տիմոթեոսի 4-րդ գլխի մեջ առաջի համարից ասում է թե հոգին հայտնի ասում է թե վերջի ժամանակներում մի քանիները հավատքից պիտի ապստամբվեն եւ մոլորեցուցիչ ոգիների եւ դևերի ուսուցմունքների ուշադրություն պիտի տան ստախոսների կեղծավորությունով որոնց խղճմտանքը խանձված է ուրեմն սա աղանդավորների բնորոշումը նրանց գործելակերպը նրանց բնությունը նրանց վիճակն է ցույց տալիս առաջին անգամ տեսնում ենք որ նրանք Աստծո խոսքի ապստամբներ են այսինքն ճշմարտության չհնազանդողներ են ճշմարտությունից դուրս եղող հավելյալ ծուռ ուսուցմունքներ ներս սպրտողներ են որ այդ ճշմարտություններ չեն բայց ասում է ասածը որ եթե մի սուտ բավական չափով կրկնես չիմացողը որպես ճշմարտություն կընդունի ուրեմն կեղծավորությունը կրկնելով մարդկանց ընդհանրացնելով աղանդ է մեջտեղ այո աղանդավորները բնորոշվում են աստվածային եւ հոգեվոր գերարժեքների գոյության որպես ուրացողներ այո որոնք կանգնած են միայն նյութապաշտական մակարդակի վրա աղանդավորները բնորոշվում են իբրև նաեւ պնդողներ թե Աստված հայտնությունը ոչ միայն քրիստոնեական եկեղեցու մենաշնորհն է այլ բոլոր մյուս կրոնների եւ տարատեսակների մեջ նույնպես Աստված հայտնություններ կան սակայն բացահայտորեն ասենք որտեղ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է Առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 16 համարի մեջ ասվում է մեծ է Աստվածպաշտության խորհուրդը Աստված մարմնով հայտնվեց հոգիով արդարացավ հրեշտակներին երևցավ հեթանոսների մեջ քարոզվեց եւ փառքով համբարձվեց ահա այդ սքանչելի հայտնությունը Աստված հայտնվեց ով էր այդ Աստվածը Հիսուս Քրիստոս ինքը որ նաեւ փառքով համբարձվեց Սա ուրեմն քրիստոնեական եկեղեցիների այո մենաշնորհն է, որովհետև ճշմարիտ աստվածպաշտությունը այդտեղ է։ Այո, նայեցեք, նույնիսկ նույն հոգիով առաջի Հովաննու մեջ ասում է թե նա որ Աստուծո որդուն է հավատում վկայությունը իր մեջ ունի։ Նա որ Աստուծուն չի հավատում ստախոս է անում նրան, վասնզի չի հավատում այն վկայության, որ Աստված իր որդու համար վկայեց։ Լավ, ինչ էր այս վկայությունը։ Վկայությունը այս է, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվավ եւ այս կյանքը նրա որդվույ մեջ է։ Նա որ որդին ընդունել է կյանք ունի, նա որ Աստուծո որդին ընդունել չէ, կյանք չունի։ Եվ ասում է թե վերջի այս գլխի վերջավորության իր որդվույն Հիսուս Քրիստոսի մեջ այս է ճշմարիտ Աստված բացահայտ է ուրեմն աղանդավորության հիմնական ծուռությունը սխալ ուղղությունը աղանդի ամենահստակ բնորոշումը
Տեր Հիսուս Քրիստոսին որպես ամենակալ Աստված չընդունելն է։ Այո։ Այն խմբակները, այն ուսուցմունքը, որ Տեր Հիսուս Քրիստոսին որպես ամենակալ Եհովա Աստված, ինչ որ 5 տակարանի մեջ Երևան է գալիս որպես ամենակարող Աստվածը, եթե Տեր Հիսուս Քրիստոսին որպես Աստվածը, նույն Աստվածը երեք այսօր հավիտյան չեն ընդունում, դրանք աղանդավոր են, մոլորված են, մոլորեցուցիչ են եւ այդ վարդապետությունը հակասուրբ գրային է։ Աղանդավոր խմբերը բաժանվում են 3 մասի։ 3 գլխավոր խմբերի, դրանք են ավակ աղանդներ։ Այո։ Ինչպես է դասակարգումը կատարվել, ըստ նրանց վտանգավորության եւ նենգության աշճանի։ Այո։ Եվ առաջի տեղում այդ աղանդավորության մեջ Եհովայի վկաներն են, որ մենք հաճախ կոչում ենք նրանց ռասսելականներ։ Այո։ Երկրորդ տեղում գտնվում են մորմոնականությունը, Ջոզեֆ Սմիթի հետևորդները, որին հետևում է Christian Science եւ իրենց ղեկավարը Միկին, Մերի Բեյքեր Էդի։ Այս երեքը շատ ավելի մեծ վտանգ են սպառնում մարդկանց, մասնավոր հայ, ասենք, ազգի մեջ գործում են եւ ցավոք սրտի պիտի ասենք, մի ստվար խումբ գտնվում են նրանց խմբի մեջ։ Միջակ աղանդները, սրանք են Scientologist-ներ, հետաքրիր է։ Նրանց մեջ ներգրաված են հոլիվուդյան շատ աստղեր, այդ թվում նաև Թոմ Քրուզը, եւ իմացել են, որ ոմանք այդ աղանդի մեջ հայտնվել են միայն այն բանի համար, որ իրենց համար կուրք դարած Թոմ Քրուզը այդ աղանդի մեկ անդամ է։ Բայց չէ որ այդ ընթացքը կորստարար է։ Այնտեղ հայտնվելով մարդու միտքը ամբողջությամբ խավարում է եւ նրանք այն լցվում է նրանց դատարկաբանությամբ, որ ի վերջո հավիտենական կորստի պատճառ կարող է դառնալ։ Հաջորդ մեկ աղանդավորական խումբը սա միադավան արդիականությունն է, յունիտարիանիզմը, ապա գալիս է նոր դարաշրջանական New Age movement, թեոսոֆիա, մադամ Հելեն Բլավատսկայա, իրենց ղեկավարը նորից մեկին, եւ բահայականություն, բահայիզմ, սա հնդկական կրոններից առաջ եկած մի բան է, եւ մանր մուներ աղանդները դասակարգվում են հետեւյալ ձևով. նոր խորհուրդ, new thought, anthroposophy, ռոսիկրողականություն եւ սուեդաբորգիականություն։ Եվ ուրիշ շատ ու շատ աղանդներ, որոնց անունները անգամ չենք լսել, բայց այս ամենը գործում են եւ իրենց ուժն ու եռանդն է, որպեսզի մարդկանց իրենց շարքերի մեջ ներգրավեն եւ այսպիսով կարողանան նրանց ճշմարիտ, ասենք, փրկության ճանապարհից գցել։ Եթե ուշադրություն դարձնենք, աղանդների մոտարապես 50%-ի ղեկավարները առաջնորդները կանայք են։ Ինչպես օրինակ Մերի Բեյքեր Էդին կամ մադամ Հելեն Բլավատսկայան, սրանց ավելացնենք Հելեն Ուայթը, որ աղանդավոր է եւ ինքը իրեն հռչակած է որպես մարգարեուհի, որ 1847 թվականին հռչակեց, որ Քրիստոս պիտի գա եւ սևամորտներին ստրկությունից պիտի ազատի։ Եվ այդ մարգարեությունը ձախողվեց, որովհետեւ Միացյալ Նահանգների կառավարության ձեռքով այդ ստրկությունը վերացվեց, իսկ Քրիստոս մինչև այսօր դեռևս չի եկել։ Բայց մենք ունենք մի հավատք, որի առաջնորդը մարդ չէ։ Նրա առաջնորդը ամենակալ Տեր Աստված է, որ փրկիչ է, որ աստղերից վեր է, որին միայն կվայել է փառք ու պատիվ հավիտյանս ամեն։ Հովանու առաքելու երկրորդ թղթի մեջ Աստծո խոսքը մեզ զգուշացնում է եւ ազդարարում է այսպես. Զգուշացեք ձեր անձերին, որպեսզի աշխատանքնից չկորսնցնենք, հապա որ լման վարձ կառնենք։ Ամեն ով որ հանցանք կգործե,
ու Քրիստոսի վարդապետության մեջ չի գնար, նա զաստված չունի, ան որ Քրիստոսի վարդապետության մեջ կգենա, անիկա հայրնալ ունի, որդինալ ունի։ Ուրեմն, ամենանախնական ճշմարտությունը, որից եթե մենք մի քիչ ծռենք, արդեն իսկ ծռված ենք։ Տեր Հիսուսի երկբնությունը, թե նրա մարդեղությունը կատարյալ, թե նրա աստվածությունը կատարյալ, միատեղ նույն մարմնի մեջ, նույն ժամանակ, այդ եթե մենք ընդունենք, ճշմարտություն ունենք։ Իսկ եթե նա չընդունենք այդ, կամ որևէ կերպով ուզենք դա ծռել, նա մեզ կտանի աղանդավորման եւ տարբեր, ինչպես որ ասեցիք, աստիճանավորման։ Ուրեմն Աստծո խոսքն ասում է, որ շատ մոլորեցուցիչներ ելան աշխարհի մեջ։ Մեզ համար զարմանալի չէ, որ շատ աղանդներ կան։ Թեև մեր սիրտը ցավում է մոլորվածների եւ մոլորեցուցիչների համար, սակայն Աստծո խոսքը արդեն մեզ ասել է, որ շատ մոլորեցուցիչներ ելան աշխարհի մեջ, որոնք Հիսուսը Քրիստոսը մարմինով եկած չեն խոստովանիր։ Սա կարդում եմ 2 Հովաննու թուղթ Առաքելոն 7-րդ համարից։ Այնպիսին, որ չի խոստովանում, այսինքն չի ընդունում Տեր Հիսուս Քրիստոսին, նայեցեք Աստծո խոսքն է ասում, ես չեմ ասում։ Այնպիսին մեկը մոլորեցուցիչ է ու ներ է, այսինքն սատանա է։ Ինչու՞։ Որովհետև սատանան եւ Տեր Հիսուս երկու տարբեր բևեռների են պատկանում։ Տերը Հիսուս Աստված ճշմարտությունն է, բացարձակ ճշմարտությունը։ Սատանան սուտն է, կեղծիքն է, ստության հայրն է, բացարձակ կեղծավորության ակն ու աղբյուրն է։ Սատանան իր անկումից ի վեր չի ուզում, որ Տեր Հիսուսը փառավորվի որպես Աստված։ Չի ուզում, որ Տեր Հիսուսը ընդունվի եւ պաշտվի որպես Աստված։ Ուրեմն ամեն կերպ, ամեն միջոց պիտի գործածի, որպեսզի կետ Տեր Հիսուսի աստվածությունը մի քիչ նսեմանա, մի քիչ պակսի եւ իր նպատակներին պիտի հասնի ինչ կերպով, անշուշտ այն աղանդներով, որպես Տեր Հիսուսը չընդունողներով։ Եվ դա իր գործիքը պիտի գործածի։ Հետաքրքիր է աղանդների պատմությունը, երբ որ նայում ենք այս նշված աղանդների մեծամասնությունը 150-ից 170 տարվա կյանք ունեն։ Եվ սատանան վերջին ժամանակների մեջ Քրիստոսի գալուց առաջ իսկապես պիտի մոլորեցուցիչ հերձվածողություններ մեջտեղ բերի, որպես եթե հնարավոր է ավելի շատ մարդկանց իր հետ միասին դժոխք տանի։ Եվ ահա ներկայիս ժամանակարական վիճակը երբ որ տեսնում ենք եւ նաեւ այս տեխնիկայի զարգացումը հնարավորություն է տալիս, որպեսզի աղանդները ներթափանցեն աշխարհի բոլոր անկյուններով։ Սրանք որևէ մեկը եկեղեցի չի կոչվում, հետաքրքիր է։ Սուրբ Գիրքը մեզ խոսում է եկեղեցու խորհրդի մասին։ Եկեղեցին որպես Քրիստոսի մարմին։ Եվ սա մեծ խորհուրդ է։ Բայց այս բոլոր նշված աղանդները սրանք կազմակերպություններ են, որոնց գլուխը մարդ է։ Եվ նրանց գործունեությունը տարբեր կերպեր է առնում, այսինքն օրինակի համար Սուրբ գրքեր են բաժանվում, որոնք նոր աշխարհի թարգմանություն են, այդպես են կոչվում։ Առաջի հայացքից Սուրբ Գիրք է, եւ մարդիկ առնում են ու կարդում են, բայց նրա մեջ շատ փոփոխված բաներ կան, դրանք Եհովայի վկաների արտադրանքն է, եւ այն տեղերը, որտեղ Քրիստոսի աստվածությունը կա, կարող են գրել Աստվածմն, այսինքն մեկ ուրիշ Աստված, ավելի ցածր Աստված, ավելի նսեմ մի բան, իսկ Աստծո խոսքը ասում է, հայտնության մեջ գրված է, ով որ այս գրքի վրա մի բան ավելացնի, Աստված էլ նրա վրա պիտի ավելացնի այն հարվածները, որ պիտի գան, եւ եթե մեկը այս գրքից որևէ բան պակասեցնի, Աստված էլ նրա բաժինը պիտի պակասեցնի կենաց գրքից։ Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, մեր հաղորդումը շարունակում ենք։ Մենք գտնվում ենք Վայ եղբոր տանը եւ այսօր մենք խոսում ենք աղանդների մասին։ Առաջին մասում
արդեն բնորոշեցինք ինչ է աղանդը, ինչ կարգի աղանդներ կան, ինչպես ճանաչենք աղանդը, պիտի մեր խոսակցությունը զարգացնենք։ Խնդրեմ, բայ եղբայր։ Դարձյալ ուզում եմ մեր ուշադրությունը գրավել եւ ուղղել Աստծո խոսքին, որովհետեւ Տերոջը խոսքը մեզ ասում է, որ երբ որ մենք ճշմարտությունը ճանաչենք, այն ճշմարտությունը մեզ ինչ կանի կազատի։ Ինչից կազատի։ Կազատի մեզ մոլորությունից, շվարությունից, չիմանալուց, անտեղյակ լինելուց եւ խառնաշփոթ հոգեվիճակից մեզ կազատի։ Իսկ եթե մենք մի բան ենք լսում, որ մեզ մոլորեցնում է, որ մեզ տարակուսանքի է մատնում, դա Աստծո խոսքի համաձայն չէ։ Աստծո խոսքը խառնիճաղանջ խոսք չէ։ Աստծո խոսքը հստակ խոսք է։ Աստծո կենարար կենսատու խոսքն է։ Եվ ըստ այնմ, երբ մենք Աստծո խոսքը լսում ենք, մեր հոգին սնուցանվում է, երբ որ մենք կերակուր ենք ուտում, մեր մարմինը չի տարուբերվում, չի խանգարվում։ Երբ է խանգարվում մեր մարմնի առողջությունը, երբ որ վատառողջ բան ենք ուտում, նույնպես էլ հոգին։ Նայեցեք, Աստծո խոսքն ասում է, թե այս աղանդավորների համար եւ նրանք, որոնք մոլորված են, ասում է, թե նրանք այս բաները, որոնք չեն հասկանում, հայհոյություն են անում։ Հուդայի առաքելու նամակն եմ կարդում 10-րդ համարից, Հուդա 10-րդ։ Այն բաները, որոնք բնականաբար անբան անասունների պես գիտեն, նրանց մեջ ապականվում են։ Վայ նրանց, որոնք Կայենի ճամփովը կացին եւ Բաղամի մոլորության պես ցանկությամբ վարձքի յետևե գնացին, կորխի հակառակության պես կորսվեցան։ Սրանք ձեր սիրո խնջույքների մեջ արատներ են։ Աղանդավորությունը հոգևոր կյանքի արատն է, հիվանդությունն է, մեղքն է, դժվարությունն է։ Նույնիսկ Աստծո խոսքը մեզ զգուշացնում է, երբ ձեզ հետ կերուխումիկը նստին, աներկյուղ իրենց անձն են կերակրում, անջուր ամպեր են, հովերից քշված, պտուղը կորցրած ծառեր, բերք չունեցող եւ ամենաահավորը այս է, երկու անգամ մեռած արմատից խլված, մարմնով եւ հոգեվորապես անկյանքներ։ Սրանք մոլորված են եւ մոլորեցուցիչ են։ 19-րդ համարի մեջ ասում է, թե ինքնին զատող շնչավորներ, որոնք Աստծո հոգին չունեն։ Այո։ Թեև սուրբ գրքից են խոսում, սուրբ գիրքը իրենց հետ կրում են, այստեղ այնտեղ են տանում, բայց հոգին չունեն, որովհետև այդ հոգին ունենալու նախապայմանը Քրիստոսի աստվածություն ընդունելն է եւ նրան իբրև Տեր եւ Փրկիչ ընդունելն է։ Մեկ համարը ես կարդամ Կողոսացիս 2-րդ գլխից եւ 8-րդ համարը հետեւյալն է ասում. Զգուշացեք, չլինի թե մեկը ձեզ գերի դարձնե փիլիսոփայությունով եւ փուչ խաբեությունով, որ մարդկանց ավանդության պես է ու աշխարհի սկզբունքների պես եւ ոչ թե Քրիստոսի վարդապետության պես։ Ըստ Քրիստոսի վարդապետության մենք ունենք Աստված, որ երրորդություն է։ Այո։ Երրորդությունը Աստված պաշտության հիմքն է։ Այո։ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Աղանդները մեկ Աստված կամ չաստվածի են դավանում։ Այո։ Նրանք նսեմացնում են Քրիստոսի աստվածությունը, լավագույն դեպքում ընդունելով, որ Աստծո որդի է, չէ որ գրված է, դա չեն կարող մերժել։ Իսկ նրա աստվածությունը ինքը ստեղծից Աստծո ցածր է, մեկ աշճան։ Այդ դեպքում երկու Աստված ունեցակ։ Դիմում ենք բոլոր նրանց, այն Եհովայի վկաներին, ովքեր որ հիմա այս պահին լսում են այս հաղորդումը, Աստված երրորդություն է։ Եվ Սուրբ Հոգին եւս Աստվածը երրորդության մեկ անձնավորությունը։ Եթե այս ճշմարտությունը դուք ընդունեք, ձեզ իրական ճշմարիտ Աստվածը պիտի բացվի։ Եվ Հիսուս Քրիստոսը ձեր Տերը պիտի լինի։ Դուք հիմա խաբված վիճակի մեջ եք։ Ձեր երեցները, նրանք ովքեր ծառայում են կազմակերպությանը, ձեզ խաբել են սիրելներ,
Ես հավատում եմ, որ մեր շատ հայրենակիցներ ուղղակի միամտորեն հայտնվել են այդ աղանդների մեջ, բայց սիրելիս, հույս կա, որ այնտեղից դուրս գաս եւ մի վախեցիր, անկեղծ աղոթք արա, ասա Տեր Հիսուս, ուզում եմ քեզ ճանաչել ճշմարտապես եւ կարդա աղոթքով Աստծո խոսքը, աստվածային ճշմարտությունները քեզ պիտի բացվեն։ Այո։ Աստծո խոսքը մեզ ուղղություն է տալիս, եւ եթե մենք իսկապես ճշմարտության ետևից ենք, պետք է որ աղբյուրին գնանք, ակին գնանք, ոչ թե ուրիշից երկրորդ ձեռքի աստվածաբանություն ստանանք։ Եվ ակը Աստծո խոսքն է։ Այս դարուս փառք Տերոջ, որ մեր առջև ունենք զանազան թարգմանություններ, ողջամիտ վարդապետություն, ողջամիտ հավատացյալների խմբակներ, եկեղեցիներ, եւ բոլորը սրանք մեզ հասանելի են, մեր ձեռքի տակ են, մենք կարող ենք նրանց դիմել։ Պետք չունենք մարդկային կազմակերպության դիմելու, պետք չունենք, որ մեր Սուրբ Գիրքը տպված լինի հատուկ կազմակերպչության միջոցով, որպեսզի մենք կարողանանք հասկանալ։ Սիրելիներ, Աստծո խոսքը անխարտախ կաթ է։ Մեղրի խորիսխից կաթած ավելի անուշ մեղր է, ասում է Աստծո խոսքը։ Այդ խոսքը մեզ գիտուն է դարձնում։ Սաղմոսի մեջ ասում է, թե քու պատվիրանքները սիրտը լուսավորում են, միամիտը պարզամիտին գիտուն են դարձնում։ Ուրեմն մենք եթե ուզում ենք իմանալ Աստծո խոսքից, պետք է որ Աստծո խոսքը կարդանք, պետք է որ ժամանակ անցկացնենք, եւ նրանք, որոնք գալիս են եւ մեր դուռն են ծեծում եւ մեզ իբր թե ճշմարտության են ուզում առաջնորդեն, ավելի լավ կլինի, որ մենք իմանանք ճշմարտությունը եւ նրանց առաջնորդենք ճշմարտության, որովհետեւ այդ դուրը ծեծողներից շատեր իրենք մոլորված են առանց գիտակցության, թե ուր են մոլորվել եւ ուր է իրենց ծառությունը։ Եվ Աստծո խոսքը ասում է նմաններին ձեր տունը մի ընդունեք։ Այո։ Այս խոսքը մի քիչ Ծանր է։ մեր ազգի համար ծանր է թվում, ինչպես թե տունը հյուր գա եւ չընդունես, քանի որ մենք հյուրասեր ազգ ենք, մենք անգամ անծանոթ մեկը կարող ենք հրավիրել եւ պատվել եւ ասենք կերակրել, Այո, չէ՞։ Դարեր շարունակ այդպիսին է եղել մեր ազգը։ Բայց Աստծո խոսքը ինչ է ասում, աղանդավորների համար ասում է հետեւյալը. Եթե մեկը ձեզ գա եւ այս վարդապետությունը չբերե, այսինքն խոսեցին Քրիստոսի վարդապետությունը։ Աստվածությունը չընդունի։ Այո։ Նրան տուներնիդ մի ընդունեք եւ նրան բարև մի տվեք։ Քանզի ով որ բարև տա, նրա չար գործերին հաղորդ կլինի։ Ոչ թե որ չկամ մարդիկ ենք եւ չենք ուզում բարև տալ եւ բարևն էլ Աստծուն է, այլ որովհետեւ երբ որ նրան բարև ես տալիս, նրա բերած սխալ ծուր վարդապետությունը քեզ է հрамցնում։ Եվ դա կարող է պատճառ դառնալ, որ դու էլ ընկնես նրանց սարդոստյանի մեջ, այսպես կարող ենք ասել։ Շատ ճիշտ։ Նաև կարդում ենք Գաղատացիս առաջի գլխի մեջ գրված է. Եվ եթե մեկը կամ երկնքից հրեշտակ գա, ավետանի ձեզ, սրանից տարբեր է, որ մենք ավետանեցինք ձեզ, նզովյալ լինի։ Ինչպես առաջ ասեցինք, հիմա նորից կասենք, եթե մեկը ձեր ընդունածից ուրիշ ավետարան քարոզելի լինի, նզովյալ լինի։ Այսպես է Աստծո խոսքը հրճակում բոլոր նրանց համար, ովքեր որ Աստծո խոսքը ծռում են, որոնց համար կա ուղղակի մի ուղղվածություն ծառայել կազմակերպության։ Տերոջը խոսքը շատ հստակ մեզ ուղղություն է տալիս, որ մենք ողջամիտ վարդապետության պիտի հետևենք։ Ողջամիտ վարդապետությունը մարդու մտքից դուրս չի գալիս։ Ողջամիտ վարդապետությունը դուրս է գալիս Աստծո մտքից։ Աստված է ակը ողջամիտ վարդապետության։ Ուրեմն Աստծո մեզ տված խորհուրդը, խոսքը, ուղղությունը գտնվում է իր խոսքի մեջ, եւ մենք ընդունում ենք 66 գրքերը որպես ներշնչյալ Աստծո խոսք, որպես կատարյալ Աստծո խոսք, բավարար մարդուս հոգևոր փրկության եւ հավիտենական կյանքի արժանացման համար, մեղքերից ներում եւ թողություն ստանալու համար, եւ այս
խոսքը զորություն ունի մարդուս մեղքի կապանքից ազատելու, մոլորությունից ազատելու, ոչ թե միայն մոլորություն, այսինքն մեղավոր կյանքի հետևից գնալու, դրա հետ միասին նաև սխալ ծուր վարդապետության մոլությունից ու մոլորությունից ազատելու։ Այո։ Աստծո խոսքը ճշմարտություն է եւ բացարձակ ճշմարտություն է։ Ուրեմն Աստված իր բնությունը հայտնում է մեզ իր խոսքով, ոչ թե կազմակերպչական որևէ մի գործունեությամբ կամ նրանց հրատարակչությամբ կամ որևէ նրանց արած գործերով։ Հետաքրքիր է Գլենդելի փողոցներում ամենուրը կարող ես տեսնել մարդաշատ տեղերում, ասենք բանկերի առջևում կամ բասերի կանգառներում եւ շատ ու շատ տեղում եւ Գլենդել գալերեայի մեջ հայ երիտասարդներ որքան եմ ցավում իրենց համար հայ երիտասարդներ տրված են այդ բանին եւ իրենց թվում է որ իրենք Աստծո համար մի բարի գործ են անում եւ բաժանում են դիտարան կազմակերպության տպագրած այդ բրոշուրները, որ թույն է սիրելներ, եթե ձեզ նման բրոշուրներ տան, խնդրում ենք առանց կարդալու գցեք աղբանոցը, որովհետև այնտեղ մերժված է Քրիստոսի աստվածությունը, եւ այդ բանը կատարում են շատ խորամանկ ձևով, այնպիսի գեղեցիկ նկարներ, պատկերներ են դնում, որպեսզի մարդկանց հրապուրեն, Այո։ Սակայն իրականության մեջ նրանք հակառակ են Աստծո խոսքին։ Եվ սատանան ասեն, որ շատ խորամանկ ձևով է գործում։ Նա չի հայտնում ասելով, որ ես սատանա եմ։ Շատ խորամանկ է, շատ քաղաքավարի է։ Տարբեր լծակներ ունի գործունեության։ Օրինակի համար ոմանք հրապուրվում են յոգա այդ մարզական այդ ձևով եւ նրա մեջ են մտնում Վատ բան չէ առողջ լինելը, լավ է պիտի ասենք։ Այո։ Ինչու վատ լինենք, ինչու վատառողջ լինենք։ Պետք է որ առողջ լինենք, որպեսզի կարողանանք նաև գործունեություն ունենալ։ Այո։ Սակայն, երբ որ սկսում են յոգայով, հանկարծ նրանք հայտնվում են հնդկական կրոնի մեջ։ Ինչպես? Որովհետև յոգան իրենից ոչ միայն մարզական մի կոմպլեքս համալիր է ներկայացնում, այլ նրա տակը կա արմատացած հնդկական կրոնը։ Հետևաբար, երբ որ ընտրում ես այդ ճյուղը զգույշ եղիր, հանկարծ աղանդավորական շարժման մեջ չհայտնվես։ Նույն ձևով գործում են նաև մնացած աղանդները, պակաս, ասենք, զորավոր գործունեություն չեն մղում նաև մորմոնները եւ ցավալի է իմանալ հայ մորմոն, սա ուղղակի աներևակայելի մի բան է, որ մեր հայորդիներ հայտնվում են այդ աղանդի մեջ եւ հետաքրիր է նրանց գործունեությունը իրենց անդամները, որոնք այլազգի են, ասենք ամերիկացիներ են կամ օտարազգիներ են, մասնավոր սովորում են հայերեն, որպեսզի երբ որ դռներ թակեն, կարողանան ներկայանալ հայերենով, իրենց անունները այստեղ գրված է հայերեն եւ ասենք մեր սիրելի հայրենակիցները ընդունելի են դարձնում։ Այո, իրենց ընդունելի են դարձնում եւ նրանց տները մտնելով սուրբ գրքի հետ միասին նրանք բերում են հայերենով տպագրված մորմոնի գիրքը։ Նայեցեք, սիրելի ազգակիցներ, մենք նպատակ չունենք որևէ մեկին բախարակել կամ որևէ մեկին վարկաբեկել։ Ինչպես որ սկզբումը նախաբանի մեջ հայտնեցինք, մեր նպատակն է Աստծո ճշմարիտ խոսքը մեր ազգակիցներին բաժնեկցել եւ նրանց ազդարարել, զգուշացնել մոլորությունից եւ մոլորեցուցիչներից, որոնք շատացել են այս վերջի օրերին ըստ համաձայն Աստծո խոսքի։ Ուրեմն մենք հրավիրում ենք ձեզ Միգուցե կան ոմանք, որ հիմա տեսնում են այս ծրագիրը, նայում եք հեռուստատեսիլի միջոցով եւ դուք ունեցել եք այդ փորձառությունը մաս կազմելու այս կամ այն խմբակին, որոնցից կարելի է հիասթափվել եք կամ հավանում եք նրանց վիճակը կամ ինչ որ է ձեր վիճակը։ Խնդրում եմ շատ ուշադրությամբ համեմատեք նրանց ներքին ուսուցմունքը, խորքը
Աստծո անխարտա խոսքի հետ։ Կարդացեք Աստծո խոսքի նամանավան նոր պտակարանի մեջ եղած ուսուցմունքը, աստվածաբանական վարդապետությունը եւ համեմատելով տեսեք թե որ մեկն է ճշմարտությունը։ Մի քանի օրինակ տամ ձեզ եւ հրավիրում եմ ձեզ այն փրկարար զորավոր Աստծո կենարար խոսքին, որ մեզ կարող է փրկել բոլոր մոլությունից եւ մոլորությունից ու շվարությունից։ Տիտոսի նամակի 3-րդ գլխի մեջ Աստծո խոսքը մեզ ասում է, երբ որ վարվում էինք նախանձով, ատելի էինք եւ մեկս մեկ ատում էինք, բայց երբ մեր փրկիչ Աստծո քաղցրությունը եւ մարդասիրությունը հայտնվեց, ոչ թե արտարության գործերից, որ մենք արինք, ապա իր ողորմության համեմատ մեզ փրկեց նորից ծնվելու ավազանի միջոցով ու Սուրբ Հոգիի նորոգելովը, որ առատորեն թափեց մեր վրա Հիսուս Քրիստոս մեր փրկչին ձեռով։ Այստեղ մենք տեսնում ենք Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, մի աստվածություն, երրակ միություն գործի լցված մարդ Արարածից հրավիրելով, կանչելով, փրկելով, սրբացնելով, ազատության եւ ճշմարտության հրավիրելով։ Մեր խոսքը, մեր հրավերը բոլոր հայրենակիցներին այն է, որ ազատության խոսքին հետևելով ճշմարիտ Աստվածը ճանաչենք, Տեր Հիսուս Քրիստոսը որպես մեր Աստվածը ընդունենք, Սուրբ Հոգի Աստծով մեր միտքը եւ հոգին ամենօրյա շարունակական նորոգենք եւ մոլորությունից, սատանայի կեղծիքներից, տեսակ չար եւ ցանկոտ մարդկանց խաբեբա փուչ փիլիսոփայություններից հեռու մնալով կազմենք Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին, լինելու նրա հարսը, որ մի օր Տերը շուտով պիտի գա եւ մեզ իր քովը պիտի առնի։ Բազմիցս առիթ եմ ունեցել զրուցելու մեր սիրելի հայրենակիցների հետ, մանավանդ նրանց հետ, ովքեր որ ասենք այդ խմբերի մեջ են, եւ հետաքրիր է իրենց ստացած ուսուցումները ամբողջությամբ Տեր Հիսուսի աստվածության դեմ է։ Հերքում եմ, այո։ Եվ օրինակի համար ասում են, որ չէ որ գրված է, Հիսուս ասաց, Հայրը ինձանից մեծ է։ Չհասկանալով, որ պաշտոնի մեջ որպես որդի, որի առաքելությունն էր աշխարհ գալ մարդկության փրկության համար, այո, պաշտոնի մեջ ինքը հորից ցածր է։ Սակայն, երբ որ Փիլիպպոսը հարցրեց եւ ասեց. «Վարդապետ, մեզ հորը ցույց տուր եւ բավարար է», եւ Տեր Հիսուս ասաց. «Ինչ տեսակ, հորը տեսակ։ Ես հոր մեջն եմ եւ Հայրը իմ մեջս է։ Ես եւ Հայրը մեկ ենք»։ Էլ ինչ որքան པարզ, էլ որքան հասկանալի խոսքերով կարող էր Տեր Հիսուս բացատրել միությունը։ Ես մի բան նշмарեցի པարզ զորոշ ձևով, որ մեր սիրելի հայրենակիցները լավ տեղյակ չեն Աստծո խոսքին եւ ասում են դուք ասում եք երրորդություն, որտեղ կա երրորդության մասին գրված, հավասիկ ասեն Առաջի Հովանու 5-րդ գլուխ եւ 7-րդ համար վասնզի երեքն են, որ երկնքի մեջ կվկայեն, Հայրը, Բանը, Լոգոս, Որդին եւ Սուրբ Հոգին եւ այս երեքը մեկ են։ Բացահայտ է այս ամենը սերներ եւ որպեսզի մենք ճանաչենք ճշմարիտ աստվածպաշտությունը, պիտի ճշմարիտ աստվածպաշտության համեմատ հավատալիքներ ունենանք։ Այն է, հավատանք, որ Աստված երրորդություն է, հավատանք, որ Հիսուս Քրիստոս ճշմարիտ Աստված է, ստեղծիչ Աստվածն է։ Սերներ, մենք ունենք նիկիական հանգանակը, դա հավատքի հիմնակարն է, հավատալիքներ, որ ամեն ճշմարիտ հավատացյալ պիտի ունենա, այնտեղ բացահայտված է Հոր աստվածությունը, Որդու աստվածությունը եւ Սուրբ Հոգու աստվածությունը։ Կողոսացիս նամակի մեջ Պողոս առաքյալը Աստծո Հոգիից, Սուրբ Հոգի Աստվածանից ներշնչված, այսպես է սովորեցնում Հիսուս Քրիստոսի աստվածության մասին։ Եվ զգուշացնում է մեզ հավատացյալներից,
ասելով Կողոսացիս 2:6-ից սկսյալ. Ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուս Տերը, Տեր այսինքն տիրակալ, այսինքն ամենակալ, այսինքն ունեցող, իր իշխանության տակ ունեցող, ով է Տերը, Տեր Աստված։ Ուրեմն, ինչպես որ ընդունեցինք Հիսուսը որպես Տեր, Աստված, այնպես նրանով քայլեցեք, արմատ կապած, նրա վրա շինված ու հավատքի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, նրա մեջ աճեցեք գոհությունով։ Հիմա շարունակում է ասելով. զգուշացեք, չլինի որ մեկը ձեզ գերի վարե փիլիսոփայությունով ու փուչ խաբեությունով։ Աղանդությունը փուչ խաբեություն է, որ մարդկանց ավանդության պես է ու աշխարհի սկզբունքների պես է, ոչ թե որպես Քրիստոսի վարդապետությանը պես։ Վասնզի նրա մեջ, այսինքն Հիսուսի մեջ, բնակվում է աստվածության բոլոր լեցունությունը մարմնապես։ Քանի որ Կողոսացիս թղթից սկսեցիր, մի քանի համար էլ ես կարդամ առաջի գլխից Ամեն։ եւ 16-րդ համարից։ Վասնզի նրանով, այսինքն Քրիստոսով ամեն բան ստեղծվեց։ Ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա կա, ամեն նրանք որ կերևան եւ նրանք որ չեն երևա, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, բոլոր բաները նրանով եւ նրա համար ստեղծվեցին։ Նա ամեն բանից առաջ էր եւ ամեն բան նրանով հաստատ կմնա։ Եվ նա է մարմնին, այսինքն եկեղեցի գլուխը, որ սկիզբն է մեռելներեն անդրանիկը, այսինքն նոր ստեղծագործության գլուխը, որպիսի ինքը լինի ամեն բանի մեջ նախապատիվ, որովհետև հայրը հաճեցավ, որ աստվածության բոլոր լեցունությունը նրա մեջ բնակվի, եւ նրանով ամենքը հաշտեցնե իր հետ, խաղություն ունելով խաչի վրա թափված իր արյունով, թե երկրի վրա եղողները եւ թե երկնքի մեջ եղողները։ Ամեն։ Բացահայտորեն խոսում է Տեր Հիսուսի որպես ստեղծագործ Աստված եւ նաեւ իր առաքելության մեջ իբրև մարդկության փրկիչը եղող անձնավորության մասին։ Դարձյալ ուզում ենք միգուցե լավ է զգուշացնել մեր հայրենի սիրելիներին, որ իրենց տանը ընդունողներին զգուշանան, որոնք իրենց տանը դուռը թակում են որպես բարի լուր բերողներ, հավատքի խոսք բերողներ։ Աստծո խոսքը մեզ ասում է, որ այսպիսիները տուներից ներս են մտնում եւ գերավարում են տկարամիտ մտքերը, եւ նրանք իրենց ցանկություններից են վարված, իրենց ունեցած մտաբանություններից են վարված, ոչ թե նրանց սիրտը ցավում է ձեր հավիտենականության համար։ Նրանք իրենց հոգևոր իբր թե փրկությունն են գործում, ինչքան շատ դուր զարնեն, ինչքան շատ իբր թե ծառայություն մատուցանեն, իրենք են փրկվում, շատ անձնասեր անձեր են նրանք, որոնք ձեր դուրն են ծեծում իրենց հոգևոր փրկության համար։ Իսկ մենք բերում ենք ձեզ անխարտահ խոսքը, դուք կարդացեք, դուք սերտեցեք, դուք համեմատեցեք եւ տեսեք, թե արդյոք ճշմարտությունը Աստծո խոսքի մեջ է, թե ոչ ձեր դուրը ծեծողների խոսքերի մեջ։ Այո, Աստված մեզ տրվել է ճշմարտության աղբյուրը։ Մենք այն ժամանակների մեջ չենք, որ խոսքը չկար, մարդիկ չգիտեին ուր գնան եւ ումից լսեն։ Այսօր փառք Աստծո, առատապես Աստծո խոսքը խոսվում է եւ Աստված մշակներ ունի, որ ճշմարտությամբ եւ անկեղծությամբ խոսքը խոսում են միայն մեկ նպատակ հետապնդելով մարդկանց փրկությունը։ Եվ մենք ուզում ենք, մեր սրտի փափագն է, որ որքան հնարավոր է ավելի շատ հայորդի փրկության ճանապարհը բռնի, որպեսզի ճշմարտապես քրիստոնյա լինի, ոչ թե անունով, ոչ թե մանկամկրտությամբ ունեցած քրիստոնեությամբ, այլ ճշմարիտ քրիստոնեությամբ, վերստին ծնունդ ունեցած քրիստոնեությամբ, քանզի Տեր Հիսուս ասաց.
եթե մեկը վերևից հոգից չծնվի, չի կարող Աստծո թագավորությունը մտնել։ Այո։ Վայ եղբայր, հուսով եմ, որ այս մեկ ժամյա զրույցը օգնի մեր սիրելի հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր որ ներգրավված են աղանդավորական շարժումների մեջ, եւ նաեւ նրանց, ովքեր որ դեռևս երկմտանքի մեջ են, ճշմարտությանը չեն հասել, թերևս Տերը այսօր այս պահին առիթը պիտի հանի, որ իրենց սիրտը տան Տեր Հիսուսին եւ դառնան Աստծո որդի։ Ես հավատում եմ, որ մեր հերոստատեսիլի ծրագրի դիտողների մեջ կան այնպիսիներ, որոնք փնտրում են ճշմարտությունը։ Եվ միգուցե սիրելի բարեկամ, դու այսօր փնտրում ես ճշմարտությունը եւ խնդրում ես Աստծուց, որ քո դեմդ բանա այն ճշմարիտ դուռը։ Հիսուս ասաց. Ես եմ դուռը, ես եմ ճանապարհը, ես եմ հավիտենական կյանքը։ Ան որ Տերը Աստծո որդին ունի, կյանքը ունի, կարդացինք։ Կարելի է որ դու այսօր փնտրում ես եւ ահա Տերը քո արժեվդ բերավ ճշմարտությունը։ Ամեն։ Եթե փնտրում ես եւ հիմա ուզում ես ընդունես Տեր Հիսուսը, կարելի է սրանց առաջ մոլորված ես, տարբեր ուսուցմունքների մեջ պտտել ես եւ հոգիդ հանգիստը չես գտել։ Դուրեր ես ծեծել, շատերը քո դուրդ են ծեծել, բայց դու երբեք չես ունեցել այն խաղաղությունը, որ Տերը խոստացավ իրեն ընդունողներին տալ։ Հրավիրում եմ քեզ, որ այսօր դու խոնարհվես խաչի առջև։ Այն Աստվածորդին, որ աշխարհ եկավ, իր կյանքը տվավ, իր արյունը թափեց, որպեսզի ամեն ով որ նրան հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Եկ սիրելի բարեկամ, ծնկաչոք ընկիր խաչի առջև։ Խոստովանիր, որ դու սխալվել ես, դու մեղքով ծնված ես, եւ դու պետք ունես, որ Տեր Հիսուսի արյունը նաեւ սրբի քո մեղքդ, նա ների քո հոգիդ եւ քեզ հավիտենական կյանք տա։ Պիտի աղոթեմ հստակ կերպով։ Իսկ եթե դու հավատաս, քո հավատքիդ հիման վրա Աստծո բացարձակ շնորհքը քո վրա դնելով շնորհքի միջոցով կփրկվես։ Ես պիտի աղոթեմ, եւ եթե աղոթել չգիտես, կարող ես հետևել։ Աղոթքը քեզ չի փրկում։ Քո ունեցած Տեր Հիսուս Քրիստոսի վրա ունեցած հավատքը քեզ փրկում։ Հավատքով աղոթիր այս հետևյալ աղոթքը եւ Տեր Հիսուսից խնդրիր, որ քեզ փրկի մեղքից։ Ասա. Տեր Հիսուս, ընդունում եմ քեզ որպես Աստծո որդի, որպես Աստված, արարիչ երկնքի ու երկրի։ Տեր, անդրադառնում եմ, որ ես մեղավոր անձ եմ։ Լսեցի, որ մոլորությունները շատացել են։ Անդրադառնում եմ, որ ես պետք ունեմ փրկության։ Զղջում եմ իմ մեղքերիս համար, իմ չիմանալուս համար։ Տեր, ներես ինձի իմ մեղքերս։ Հավատում եմ, ով Հիսուս, որ դու աշխարհ եկար, մարտեղացար, խաչի վրա արյուն թափեցիր իմ մեղքերիս պարտքը վճարելու համար։ Տեր, քու թափած արյունովդ իմ սիրտս էլ լվա, իմ կյանքս փոխիր, իմ փնտրտուքիս պատասխան տուր։ Տուր ինձ ով Տեր այն խաղաղությունը, որ խոստացար տալ բոլոր քեզ ընդունողներին։ Հավատում եմ Տեր Հիսուս, որ դու ես միակ Աստվածը, փրկության ճանապարհը։ Օգնիր ինձ ով Տեր, որ մնամ հավատարիմ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Քրիստոսի սիրով սիրում ենք բոլորիդ սիրելներ, Տեր օրհնի մեծապես, մինչև նոր հանդիպում։